Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ կրկին միասին ենք, եւ միասին ենք, որովհետեւ միասին լավ գործ ենք անում։ Այսօր շարունակում ենք ձեզ ներկայացնել Շիրակի մարզին բնորոշ կերակրատեսակները։ Մի յուրահատուկ կերակրատեսակ ենք պատրաստելու, որին օգնելու է ինձ Լուսինե Հովհաննիսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ եւ խոհարարական երկնակամարում ծագող աստղ։ Ողջույն Լուսինե։ Ողջույն պարոն Մամուլյան։ Ինչպես ես, լավ ես։ Այո, դուք։ Շատ լավ եմ, տրամադրությունս բարձր է, ես տեսնում եմ դու ես շատ լավ ոգևորված։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք Շիրակի մարզից կրկին ուտեստ, որը կոչվում է Սիսերով կոլոլիկ։ Այո։ Սիսերով կոլոլիկ։ Ես նախորդ նշեմ, որ այս կերակրատեսակի նման մի քիչ շատ չէ իհարկե, կա նաև մի կերակրատեսակ Արեմտահայոց խոհանոցից, որ թոփիկ է կոչվում, բայց նա միջուկով է։ Ընդհանրապես Սիսերի հետ Սիսերով պատրաստվող շատ ու շատ կերակրատեսակներ կան մեր ազգային խոհանոցում, մենք իհարկե կանդրադառնանք դրան։ Ինչ ունենք հիմա։ Ունենք նախորոք արդեն եփված սիսեր եւ աղացած, ալյուրը կամ բլղուրի կամ ցորենի ալյուր, Այո։ գլուխսող, բլղուր, սա դեկորի համար է, բազուկ, Եւ բոյարսկոյե յուղը։ Բազուկի թթու, դեկորի համար է։ Շատ լավ, ինչ ենք անելու եւ ինչից։ Ես կսկսեմ միջուկը պատրաստել, ձեզ կխնդրեմ ջուր դնեք եռա կոլոլիկի համար արդեն։ Այսպես։ Կոլոլիկները Խաշելու ենք։ խաշելու ենք։ Այո։ Ալյուրը հարստացնենք թթվածնով։ Այսպես։ Գիտեմ, որ սոխորած։ Մաղոմած կասենք, այո, ունենք նաև սոխորած։ Վերջում սոխարածով պիտի։ Այո, ձևավորենք։ Այստեղ ունեցանք խաշված աղացված սիսեր, բլղուր, ծավալի ալյուր, բլղուրը մանր։ Մանր, այո, իհարկե։ Համեմունքները տանք աղ, չորացրած ռեհան կամ թարմ ռեհան։ Կիսալուսնաձև, բայց մի քիչ խոշոր, չէ՞։ Փոքր խոշոր, այո։ Աղ։ Ինչ յուրահատկություն նկատեցիր այս ամբողջ ընթացքում։ Մենք արդեն բավականին երկար ժամանակ պատրաստում ենք հենց Շիրակի մարզի, այո։ Ինչ յուրահատկություն զգացիր դու։ Կարծես թե մի ուրիշ աշխարհ լինի ինձ համար, ավելի բնությանը մոտիկ ու հիմնականում օգտագործվեցին այն մթերքները, որ ես առօրյայում նաև շատ քիչ էի օգտագործում եւ սիրահարվեցի ես այս խոհանոցին ինչպես։ Ահա, սա տանենք այստեղ, մենք սոխարած ենք պատրաստելու։ Այո։ Եռացրած ջրով միատար զանգված եմ սարքելու։ Էլ չասենք, որ այդ հումուսը կամ սիսերի խյուսը նույնպես չէ։ Այո։ Շատ տարածված է։ Բոյարսկոյե հալած յուղ։ Եվ լոտուս աղ։ Այսպես։ Եթե կզգաք բարեկամներ, որ զանգվածը մի քիչ ավելի փափուկ է, մի քիչ ավելացնում ենք։ Ողջ չէ, այո։ Բլղուր, մանր բլղուր պիտի օգտագործել։ Ընդհանրապես բլղուրի հետ կապված մենք մի քիչ տարամբռնում ունենք, որովհետև օրինակ տեսեք հենց Շիրակում այն ձավարը
հենց բլղուրն է, հենց, այսինքն նրա պատրաստման եղանակը, այսինքն ծավարը խաշված, չորացված եւ աղացված, նորից ծավար են ասում։ Այլ վայրերում բլղուր ենք ասում, բայց տեխնոլոգիական process-ը նույնն է, դա ծավարն է, այսինքն թաղանթից արդեն հանված ցորենը, որը խաշվում է, չորացվում եւ ձեռքով աղացվում, ունենում ենք 3 աստիճան, 3 մեծության, խոշոր, միջին եւ մանր, բնականաբար դրանք տարբեր կերակուրներ պատրաստելու համար են հարմարեցված։ Միջուկը պատրաստ է։ Միջուկը պատրաստ է։ Սոխը արդեն կարող եմ ես տապակել։ Ջուրդ արդեն համարյա կերա։ Սա էլ սոխը, եթե դեմ չես, ես ուզում եմ սոխառածին վերջում ավելացնեմ նաև կանաչ սոխ մի քիչ։ Վերջում, գույների համար, քանի որ վրան ենք ավելացնելու եւ քանի որ մենք տեսանք, որ Շիրակում շատ կերակուրներ կա, որ հենց կանաչ սոխով է օգտագործվում, կանաչ սոխ է օգտագործվում։ Կարծում եմ մեր այս չասեմ նորաձևությունը, բայց որոշակի առումով նաև առաջարկը չի մերժվի։ Հարմար չափս է, թե մի փոքր փոքրացնեմ։ Չէ, լավ է։ Սիսերը Ռեհան շատ է սիրում, արդեն հոտը շատ գեղեցիկ գալիս է։ Այո, ճիշտ ես ասում, որ ամփոփելու լինենք, իսկ մենք արդեն համարյա թե մոտ ենք ամփոփելուն։ Շիրակի մարզի խոհանոցը բնականաբար հարգելի հայրենակիցներ, ես պիտի անպայման նշեմ, որ ամփոփում ասածը դա հարաբերական է։ Իհարկե մենք ամբողջ Շիրակի մարզի բնորոշ կերակրատեսակները չենք, այսպես մեզ հասու չի, այսինքն շատ կերակուրներ են, որովհետև այդ հավաքչությունը, որ մենք իրականացնում ենք, դա անընդհատ գործընթաց է, որը պիտի նորից հավաքագրվի, նորից բաղդատվի, բայց այնուամենայնիվ մենք ամփոփ արդեն մոտավորապես 60 կերակրատեսակ, որի մասին արդեն մենք այս երկար ժամանակ խոսում ենք եւ պատրաստում ենք, կարող ենք ասել դրա միայն ամփոփումը մեզ ցույց է տալիս, որ ուղղակի հաշվարկված, մշակված եւ կարևորված եւ բնակլիմական պայմանների, մարդու օրգանիզմը, նրա բնակլիմական պայմանների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա մի հիանալի գիտական հիմքերի վրա դրված խոհանոց է, որ մեզ հրամցնում է մեր Շիրակի բնակչությունը եւ նորից չեմ զլանա եւս մեկ անգամ ասել շնորհակալություն հարգելի շիրակցիներ, ապրեք դուք։ Իհարկե սա կլինի Շիրակի խոհանոցը մեր պատկերացմամբ, մեր մշակմամբ։ Բնականաբար նորից եմ կրկնում, կլինեն կերակրատեսակներ, որոնք դուրս մնացած կլինեն մեր տեսադաշտից։ Բայց մենք այս աշխատանքը չենք դադարեցնում, նորից շարունակելու ենք հավաքագրել, նորից շարունակելու ենք զբաղվել։ Այո, աշխատել այդ ուղղությամբ։ Այո։ Եվ այսպես ինձ մոտ արդեն ջուրը եռում է եւ կոլոլակները մեր պետք է խաշվեն։ Այո։ Մոտավորապես 5-6 րոպե։ Եվ պատրաստ կլինի։ Շատ արագ է պատրաստվում ինչ խոսք։ Այո, գիտես, հիմա մենք շատ դեպքերում լսում ենք խոսքեր, կարծիքներ այն մասին, որ հատկապես այդ պահքի ժամանակաշրջանը ինչ պատրաստենք, ինչ կա մեր խոհանոցում պահքի, սկսում ենք փնտրտուքը եւ կանգնում ենք միայն պասուս տոլմայի վրա։ Շատ, ասենք այսպես, վայրի ուտելի բույսերի վրա։ Այնինչ շատ առատ է այդ
ցանկը, որը չի ընդհանրում կենթանական որևէ մթերք։ Այսպես։ Եվ այստեղ իմ փոքրիկ գործը անեմ։ Խո տահաղացումը, չէ՞։ Այսպես։ Այո, մեր յուրաքանչյուր հնագույն կերակրատեսակ մենք կարող ենք նորովի մատուցել, մենք կարող ենք հարդարել, գեղեցկացնել, չասեմ համովասնել, որտեղ այն կերակրատեսակները, որի մասին մենք խոսում ենք, մեր հնագույն Այնպես էլ համով են։ արդեն համով են, դրանք արդեն շատ լավն են։ Ես պիտի նշեմ, որ սոխարազն արդեն պատրաստ է։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր ստացվեց, ինչ խոսք։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Մենք հաշվի առանք, որ տապակը դեռ ինքը տաքություն ունի եւ իր տաքության այդ շրջանն էլ օգտագործեցինք։ Հիմա ուզում եմ ավելացնել այս կանաչ սոխը։ Պարզից էլ պարզ է, որ կանաչ սոխը երկար տապակման կարիք չունի։ Տեսեք խտությունը, այսպես պյուրեի տիպի գեղեցկություն։ Սա էլ այսպես Այո, եւ մեր կոլոնակները։ կոլոլիկները։ Իմիջայլոց մենք կոլոլակ ասում ենք նաև ծեծված մսին, այն քյուրթավոր ասում ենք մենք, դրան ասում ենք կոլոլակ։ Փոքր կոլոլիկները, փոքր այդ գնդիկները ասում են կոլոլիկներ եւ դրանք լինում են նաև այսպիսի, լինում են Մեզ մոտ նաև պատրաստ է այն արդեն։ այո, սիսեռից եւ բլղորից։ Ընդհանրապես մեր հատկապես Միշնադարյան, հատկապես Կիլիկյան ժամանակաշրջանի խոհանոցը ամբողջը կարելի է ասել այդ կոլոլիկների եւ կոլոլակների մի տեղատարափ է, որ կանդրադառնանք դուք կտեսնեք, այնպես որ միշտ եղեք մեզ հետ, դուք ծանոթանաք մեր ամբողջ խոհարարական Տեխնիկներին։ Այո։ Եվ ահա տեսեք, պարոն Մամուլյան, կոլոլակները արդեն ջրի երես են բարձրացել, այդտեղից էլ կարող եմ ասել, որ այն պատրաստ է։ Ես նաև այստեղ պիտի նշեմ անպայման, որ քո միջամտությունը, այսինքն այդ թթու բազուկի այդ սոուսը շատ տեղին է, որտեղ սիսերը հետ միշտ մատուցում են թթու ինչ-որ մի պտուղ, հատապտուղ եւ շատ տեղին էր քո այդ։ Շնորհակալություն։ Սկսեցինք։ Պատրաստ կանգնեմ ես։ Խնդրեմ, այսպիսի միջուկ է լինում եւ բլղուրը եւ սիսեռը պատրաստ են։ Շատ նուրբ ենք կտրում, որպեսզի չճխլենք մթերքը, այսպես։ Խնդրեմ, սոխարածը Սոխարածը։ Իսի գեղեցկություն պատրաստեցի որ չգիտեմ։ Հարդարեցինք։ Եվ խնդրեմ։ Բարի ախորժակ ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, գեղեցիկ, համեղ, ազգային, ավանդական։ Շատ լավ, Լուսինե ջան, դու ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, սիրելի հեռուստադիտողներ, եւ զգացեք, թե ինչ նրբաճաշակ է մեր խոհանոցը։ Բարի ախորժակ ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից, ձեր կողմից նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Լուսինեին, ապրես դու Լուսինե, ճիշտ է ասում Լուսինեն, բոլոր հիվանդությունները կդառնան անզոր, եթե մենք սնվենք ճիշտ, հայեցի եւ ազգային կերակրատեսակներով։
Կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ մեր հորդորն է, որ ուշադիր լինենք ազգային արժեքների նկատմամբ, քանի որ մենք ենք պատասխանատու ազգային արժեքների տարածման եւ հանրայնացման համար։ Սիսերով քյուֆթա, գոլոլիկ։ Սիսեր 1 կիլոգրամ, բլղուր 500 գրամ, բլղուրի ալյուր 200 գրամ, կարմիր պղպեղ 16 գրամ, աղ 16 գրամ, գլուխ սոխ 200 գրամ, յուղ 100 գրամ, թարմ ռեհան 60 գրամ։ Բարի ախորժակ։ Այսքանն ենք պատրաստել այսօր ձեզ համար, բարեկամներ, նմանատիպ կերակրատեսակները կարող եք ճաշակել Մեգերյան կարպետում, հասցեն ամփոփող Մադոյան 9։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։